Հարգելի հայրենակիցներ, երեկ Հայաստանի քաղաքացիների շահը վաճառքի դրվեց Ամազոնում։ Մենք ունեցանք պատմական այցելություն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի կողմից, ով հայտարարությունով հանդես եկավ։ Հայտարարության մեջ նա ներկայացնում էր իր երկրի շահը եւ արեց հայտարարություն, որը մեր կառավարության թարգմանիչները հատուկ թարգմանեցին այսպես. Սկզբնական 5 միլիարդ մոտ գումարի մասին ենք խոսում ներդրումների հետագայում, երկրորդ փուլում եւս 4 միլիարդ, սա այստեղ փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար եւ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության։ Իսկ ինչ էր իրականում ասել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը։ Մենք կներկայացնենք ձեզ բնօրինակը։ That means up to $5 billion in initial U.S. exports, plus an additional $4 billion in long-term support through fuel and maintenance contracts. Երբ որ մենք համեմատում ենք բնօրինակը եւ կառավարության թարգմանչի ասածը, մենք հասկանում ենք, թե ինչ մեծ սուտ են ցանկանում մեզ վաճառել արգելի հայրենակիցներ։ Այս կառավարությունը ցանկանում է մեզ ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից գնելով 9 միլիարդ դոլարի սարքավորումներ եւ տալով 9 միլիարդ դոլարի գործարք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նա ներկայացրել դա որպես ներդրում։ Բայց նա մոռացել է ասել, հատուկ սխալ է թարգմանել, որպեսզի մենք չհասկանանք, որ դա պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար վճարելու է ներդրում է անելու ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների գործարարը, այլ ես, դուք եւ բոլորս Հայաստանի քաղաքացիները։ Դա պետական պարտքի 9 միլիարդ դոլար ավելացում է։ Դա ատոմային էներգետիկ սակագնի կրկնապատկում է։ Իսկ գիտեք քանի մոդուլային կայան է սարքել Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչև այսօր ավարտել։ 0։ Փորձարկվում է նոր մոդուլային կայանը ատոմային էներգետիկայի մեջ Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ինչ այլընտրանք ունեինք մենք։ Չինաստանի Հանրապետությունը ժողովրդական մեզ առաջարկել էր 2 անգամ ավելի էժան ատոմային կայան, 2 անգամ ավելի մեծ հզորությամբ։ Ես կարող եմ դա վստահությամբ ձեզ ասել, քանի որ հայկական ընկերությունների կողմից բանակցողներից մեկը ես էի։ Եվ ուղղակի մի հատ նկարի համար, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ նկարվի, մեր երկրի թույլ առաջնորդը զոհեց եւս մեկ շահ Հայաստանի 9 միլիարդ դոլարի պայմանագիր ներկայացրեց Ամերիկային, որպեսզի ունենա նկար եւ խափի մեր հանրությանը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հեղափոխական փոփոխություններ են լինելու։ Այսպես հուսավաճառությամբ ամեն անգամ մեր երկրի ղեկավարը մեզ ամեն ընտրությունից առաջ խափում է։ Եվ սա էլ նոր հուսավաճառություն է։ Մենք երկիրը պետք է կառավարվի այնպիսի մարդկանցով, ովքեր պետական շահը չեն համարի իրենց ներքին քաղաքական շահը, իշխանության մնալու շահը չեն համարի պետական շահ։ Եվ դա է լինելու մեր երկրի ուժեղ ապագան։